վայելվել մեր տեխնիկական զինվածությունը եւ ունենալ շատ ավելի որակով օրինակ տեսախցիկ, որի համար գումար է անհրաժեշտ։ Հիմա ես մի մասը ունեմ։ Մի մասը դեռ չունեմ։ Եվ եթե կան ձեր մեջ մարդիկ, ովքեր կուզենան ինչ-որ ձև օգնել, ապա կարող եք մի բանով օգնել։ Եթե օգնեք, շատ հաճելի կլինի։ Բայց դա իհարկե առաջնային չի, ես մի ձև կգտնեմ մի տեղից։ Կարևորը որ այս տեսակցությունը լինի։ Եվ այսպես, մեզ մոտ Աուրան ողջունում է, ողջույն Աուրա, Էրիկ Էլիբեկյան գրում է Բարսելոնա Մադրիդի Ռեալ, Բարսելոնան 5-2 կահղթի, 4-0 կահղթի։ Էրիկ ջան, ուզում եմ ասել, որ իմ կարծիքը այդքան էլ չի համընկնում քոնի հետ, հավանաբար դու Բարսելոնայի երկրպագու ես, բայց դա նորմալ է, որ դու քո կարծիքով Բարսելոնան կահղթի, բայց իրականությունը ցավոք սրտի ձեր համար Բարսելոնայի եւ նրա երկրպագուների մի քիչ ավելի ուրիշ է, որովհետեւ այս պայդրությամբ Բարսելոնան ունի շատ խնդիրներ։ Ճիշտ է, ես Ժիրոնայի խաղը չեմ կարողացել դիտել, բայց ասում են, որ Բարսելոնան բավականին շատ խնդիրներ է ունեցել այդ խաղի ընթացքում ու այնքան էլ հեշտ չի գնացել ամեն ինչ։ Դրա մասին են խոսում նաև նախորդ խաղերը եւ Իսպանիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում եւ ասել, որ այսօր Բարսելոնան կհաղթի Մադրիդի Ռեալի նախորդ տարվա պես միամտություն կլինի, որովհետեւ իսկապես առաջին հերթին կադրային խնդիրները Բարսելոնայում շատ ավելի խորն են, երկրորդ մի տեսակ խաղային ինչ որ տեսակի համենայն դեպս պաշտպանությունում Ինիգո Մարտինեսի գնալուց հետո այն շատ թեթևությունն ու վստահությունը չկա, ոնց որ անցած տարի էր, այնպես որ ինչ որտեղ կարելի է Ռեալին առավելություն տալ, բայց մեծ հաշվով հավասար են հնարավորությունները, անկանխատեսելի խաղ կարող է լինել, երկու ստեկ գրողներով եւ շատ հետաքրքիր։ Բայց ձեր վիդեոներում Լացիոյի մասին չեք խոսում։ Խաչատրյան։ Լացիոյի մասին պետքա, այստեղ էլ պետք է անկեղծ լինեմ, հարգելիներս, ես չեմ կարողանում բոլորին անդրադառնալ, որովհետեւ մենք մերոնցով ենք ասեմ, ես միայնակ եմ աշխատում, ամբողջ աշխատանքը կատարում եմ մենակ, բայց իհարկե դա իմ ցանկությամբ չէ, այդպես է ստացվել, եթե կան ձեր մեջ մարդիկ, ովքեր գտնում են, որ կարող են աշխատել, կարող են օրինակ լուրեր բերել, կարող են սցենար գրել, կարող են, չգիտեմ, նկարահանվել ինչ-որ տեսանյութերում, խնդրեմ դիմեք, փորձենք, ես շատ ուրախ կլինեմ հնարավորություն տալ մարդկանց իրենց փորձել այս ասպարեզում, զուգահեռ իմ գործն էլ կթեթևանա, հետո ինչպես ասում են, ինչքան մտածող ուղեղ, այնքան ավելի լավ, դա շատ հաճելի է, հետո եթե շատ լինենք, բոլորին շատերին կանդրադառնանք ու շատերը գոհ կլինեն։ Ես այդպես եմ կարծում եւ հուսամ ձեր հարցին Խաչատրյան ջան պատասխանեցի։ Մադրիդի Ռեալ Խետաֆե խաղն այո, բայց ցույց են տալիս Միլան Ֆիորենտինա խաղը։ Ինձ թվում է Ռեալը 3-2 կհաղթի Բարսելոնային։ Իրականում այո, շատ հավանական հաշիվ է, որովհետև երկուսն էլ ունեն խնդիրներ, երկուսն էլ կարող են խփել, երկուսն էլ կարող են բաց թողնել, նենց որ ոչինչ բացառել պետք չի։ Գրեք, խնդրեմ, գրեք ձեր հարցերը, եթե ունեք, փորձենք զրուցել, հասկանալ եւ ընթանալ առաջ։ Ես ուզում եմ ասել, որ քիչ առաջ տեղի ունեցավ շատ հետաքրքիր հանդիպում զուտ անվան առումով, թե չէ խաղը շատ անհետաքրքիր էր, Մանչեսթեր Յունայթեդը Լիվերպուլի դաշտում վերջապես կարողացավ հաղթել Սլոտի թիմին ու դա արեց բավականին վստահ այն առումով, որ
գնահատել էր իր ուժերը շատ լավ, առաջին րոպեին գրավեց դարպասը, գնդակը տվեց Լիվերպուլին եւ ասաց թե տղայեք խփեք։ Իհարկե մի քիչ տղություն ունեցան խփեցին, բայց երկրորդը նույնպես բաց թողեցին եւ պարտվեցին 2-1 հաշվով, սա 4-րդ պարտությունն էր անընդմեջ Լիվերպուլի համար ու այդ միլիոնները, այդ կես միլիարդը, որ ծախսել են, կարելի է ասել ջուրն է գնում, որովհետև խաղային առումով նորից եմ կրկնում շատ տհաճ է Լիվերպուլին նայել, հատկապես եթե հիշում ենք նախորդ տարիների Լիվերպուլը, որը հիասքանչ գեղատեսիլ ֆուտբոլ էր խաղում Կլոպի ժամանակ, ինչ չէ նաև նախորդ մրցաշրջանում, բայց հիմա շատ տխուր է վիճակը Լիվերպուլի, ես շատ եմ ցավում դրա համար։ Շնորհակալ եմ Վրեժ ջան, Վրեժ շատ հաճելի է նման բան լսել։ Աուրա, Ռաֆինյայի մասնակցությունը կասկածի տակ է, այնպես չի որ բացառում են, բացառված է կարծեմ Լևանդովսկի եւ Ֆերմինի մասնակցությունը, նրանք հաստատ չեն խաղալու, իսկ ահա Ռաֆինյան հնարավոր է մասնակցի, բայց հարցը թե ինչ պրակտիկայով կմասնակցի, մի բան է մասնակցել, մի բան է լավ մասնակցել, նենց որ երկար ժամանակ չխաղալ կամ խաղալ ընդհատումներով բավականին գցում է տեմպից ֆուտբոլիստին ու երևի թե դժվար լինի նրա համար, բայց տեսնենք։ Պրեմիեր լիգայում Արսենալը շատ առաջ գնացել կարա հաղթի այո, Արսենալը ոնց երևում է այս տարվա գլխավոր ֆավորիտն է, եթե նախորդ տարիներին ինքը ֆավորիտներից մեկն էր կամ ինչպես ասում են միշտ երկրորդներ Սիթիից հետո, բայց այս տարի իր ներուժով, իր համալրումներով եւ պետքա որ հաղթի, եթե այս տարի էլ չհաղթի, չգիտեմ ինչ կանեն, Արտետային կուղարկեն գրողի կներեք, մի քիչ զեղում ստացվեց։ Այո, Գավին շատ երկար ժամանակ չի խաղալու, որովհետև նրա վնասվածքը իսկապես շատ ծանր է, երկրորդ անգամ նույն վնասվածքի, կարծեմ այդ խաչաձև կապանների վնասվածքն է, որը շատ դժվար է բուժվում, ցավոք սրտի, այո, Գավին չի կարողանում վերականգնվել, ամենայն հավանականությամբ նա կգնա Բարսելոնայից։ Իսկ նոր վիդեո երբ է լինելու։ Մեր հաղորդումները երկար ֆորմատով լինում են շաբաթը 2 անգամ, երեքշաբթի եւ ուրբաթ օրերին, հիմնականում երեկոյան 8:30, այսինքն 20:30, իսկ կարճ հատվածները ես տեղադրում եմ հաղորդումից կտրած, որը շորթերի, ռիլսերի եւ TikTok-ում կարճ վիդեոների տեսքով է լինում, բայց հիմնականը իհարկե այստեղ հաղորդման տեսքով officially, որը միտք կա ավելի զարգացնել, ավելի որակով դարձնել, դրա համար կա անհրաժեշտություն տեսախցիկ գնելու եւ ուրախ կլինեի, եթե մարդիկ, ովքեր նայում եւ գնահատում են, ինչ որ ձևով օգնած լինեին, իհարկե դա պարտադիր պայման չէ, բայց շատ ցանկալի է, որովհետեւ այսօրվա դրությամբ մի քիչ բարդ է այդ ամեն ինչը կազմակերպել միայնակ։ Ինչպես նաև կարող եք աջակցել ձեր մասնակցությամբ։ Օրինակ, եթե գտնում եք, որ ունեք ինչ-որ ասելիք կամ անելիք, որը ինքնուրույն չեք կարողանում, ունեք աջակցություն կամ մենակ չի ստացվում, ես պատրաստ եմ համագործակցել, կարող եք դիմել, հասկանանք ինչ կարող եք անել, ինչքանով հնարավոր կլինի համագործակցությունը, գուցե շատ լավ բան ստացվի եւ աշխատանքը շատ ավելի լավը լինի, սա ես կարծում եմ շատ կարեւոր է, որովհետեւ մենակ աշխատելուց վատ բան իրականում չկա։ Հիմա ստիպված եմ ես մենակ, բայց շատ կուզեի, որ ընկերակցություն լիներ, որովհետև այդ մտքերի փոխանակումները շատ լավ բաների են բերում, շատ հաճելի է նման բան ունենալը եւ հուսամ կլինի մի օր։
Իսկ Ռեալը շանս ունի գրելու Բարսային։ Իհարկե ունի, ես մի քիչ առաջ ասացի, որ աննշան առավելություն ամեն դեպքում Ռեալը ունի։ Ես այդպես եմ կարծում, նայելով զուտ խաղը, ֆուտբոլիստների վիճակը, Ռեալում ամեն դեպքում հարց լուծող ֆուտբոլիստներ շատ ավելի են։ Միայն Մբապեն, որը Կատարի մարզավիճակում է, շատ մեծ բան կարա փոխի, իսկ Բարսելոնայում նախորդ մրցաշրջանում, եթե հիշում եք, նրանց թակարդը խաղից դուրսի այդ սարքելու ձևով այս տարի չի աշխատում, շատ բազում դեպքերում մրցակիցները պլստում են, շատ այսպես ասած, ու գոլեր են խփում Բարսելոնային, ինչը խոսում է պաշտպանության անհամատեղելիության մասին։ Ինիգո Մարտինեսը այդ առումով շատ ուժեղ էր, նա շատ լավ էր դասավորվել Ֆլիկի այդ համակարգի մեջ ու միանգամից կարողացավ արդյունք բերել, բայց հիմա չկա Արաուխոնը, չնայած Արաուխոն Ժիրոնայի հետ խաղում խփեց հաղթական գոլը ու այնտեղ ասում են, որ նա է առաջարկել Ֆլիկին գնալ հարձակման գիծ եւ այնտեղ խաղալու հաստատ գոլ կխփի, թե ինչքանով է իրականություն այդ պատմությունը չեմ կարող ասել, բայց որ Արաուխոն գոլ խփել գիտի, դա գիտենք, բայց վնասվածքից հետո հատկապես Ֆլիկի ժամանակ այդ պաշտպանության նոր սխեմաները, նոր խաղաոճը այնքան էլ ոնց որ Արաուխոյի հակով չի, մինչև կարողանան հագցնել նրան կոպիտ հնչեց, բայց դե ինչ արած տեսնենք, նրան շատ էին խոսում, որ ամռանը պետք է վաճառեն, բայց նա կարելի ասել երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ ու չգնաց, ինչպես եւ Դե Յոնգի մասին խոսք չկա, նա երևի թե Բարսելոնայում ապրում է իր լավագույն ձևը, նախորդ տարի էլ, այս տարի էլ շատ լավ տեսք ունի Դե Յոնգը ու շատ է օգնում, այնտեղ կարծում եմ Պետրիի մասին էլ խոսել պետք չի, որովհետև ամեն ինչ առանց այն էլ բարձից էլ բարձ է։ Շատ լավ ես ու խնդալու ես ներկայացնում, շարունակի նույն տեմպով։ Շնորհակալություն Վրեժ ջան, շատ հաճելի է նման բան լսել, որովհետև առանց դրա ուղղակի մոտիվացիան կկորեր, ձեր լավ կոմենտները, լավ արձագանքները իրենց տեղը գտնում են իմ սիրտում եւ ես շարունակում եմ աշխատել ու արարել, այսպես ասած, շատ հաճելի է, շնորհակալություն։ Ռաֆինյան ասում են կլասիկոյում կլինի, բայց տեսնենք, կգա օրը, տեսնենք, այսօր ամսի 19-ը, այսինքն համարյա 20-ը, մեկ շաբաթ մնաց կգա օրը, կտեսնենք ով կխաղա, ով չի խաղա, ով ինչպես կխաղա, վերջի վերջո ես շատ մեծ հույս ունեմ, որ այդ օրը կլինի շատ գեղեցիկ, ակտիվ, բաց ֆուտբոլ, որից հաճույք կստանաս, հասկանում ես։ Ես այսօր օրինակ նստեցի նայելու Liverpool Manchester United խաղը ու տխրեցի, ախր չի կարելի, ախր այդ երկու թիմերը պետքա ֆուտբոլային տոն ապահովեն երկրպագուի համար, որ նա նստի, ախր բայց չէ էլի, չէ, հələ United-ը անդունդից ուզում է դուրս գա, հասկանալի է, դեռ չի կարողանում, տվել է գնդակը ասում է, բայց Liverpool արա, դու ասենք արա, դե չի կարելի արա։ Խանսի Ֆլիկի կարմիր քարտի մասին ես բան չեմ կարող ասել, որովհետև ես չեմ նայել խաղը, ոչ էլ հասցրել եմ ինչ-որ բան նայել, բայց ենթադրում եմ, որ ինչ-որ էմոցիոնալ բռնկում է եղել նրա կողմից ու դրա համար է ստացել Գագիկ ջան։ Եթե գիտես ինչ է եղել, խնդրեմ, կարող ես գրել, տեսնեմ ինչքանով ճիշտ կարողացա ենթադրել, որովհետև դա ընդամենը ենթադրություն էր։ Շնորհակալ կլինեմ։ Քանի Միլանի խաղն է ընթանում, կուզեի շատ հաճելի մի բանի մասին խոսել, որի անունն է Լուկա Մոդրիչ։ Մինչև մրցաշրջանի սկիզբը, երբ արդեն հայտնի էր, որ Մոդրիչը խաղալու է Միլանում, շատ պարզ էր, որ նա հստակ դերով է գնում
Միլան, որպեսզի կարողանա բալանսի բերել այդ թիմի խաղը։ Ու դա ստացվում է, որովհետև ինչպես միշտ, ինչպես հատուկ է Մոդրիչին, բոլոր գրողները նրանով են անցնում, բոլոր գրողների կազմակերպիչը ինքն է ու տեսնում ենք, որ Միլանը կարողանում է ոտք գցել գրանտերի հետ։ Չնայած ինքն էլ է գրանտ, բայց վերջին տարիներին ամեն դեպքում եկեք շատ չխոսենք, թող լավ խաղա, որովհետև Մոդրիչը շատ յուրահատուկ մարզիկի տեսակ է, որը շատ քիչ է հանդիպում, շատ քիչ ու հատկապես այդ Սերբիա, Խորվաթիա, այնտեղ այդ կողմի երկրներում, երբ 80-ականներին պատերազմ էր, այդ թվականներին ծնված երեխաները բավականին մեծ դժվարությունների միջով են անցել ու նրանց հաջողությունները այսօր շատ լավ օրինակ են, որ յուրաքանչյուր դժվարություն, ինչ աստիճանի էլ լինի դա, հաղթահարելի է, եթե ունես կամք, ունես հավատ եւ սովորելու ցանկություն, որովհետեւ առանց դրա իհարկե չի լինի, բայց շատ ցցուն օրինակ է, որ կարելի է հասնել հաջողությունների, դրա համար ես Մոդրիչին օրինակ կամ Նովակ Ջոկովիչին թենիսիստ շատ եմ գնահատում, որովհետև նրանք հենց այդ ժամանակահատվածում են իրենց մանկությունը անցկացրել շատ դաժան պայմաններում, պատերազմական իրավիճակներում ու կարողացել են հաջողության հասնել դուրս գալով սարսափելի վիճակից։ Ու հետո համեմատական եմ անցկացնում ու նայում 90-ականներին էլ մեզ մոտ էր պատերազմ, բայց մենք այդքան մեծ մարդիկ չունեցանք այնպիսի սպորտաձևերում, ինչպիսիք են օրինակ ֆուտբոլ կամ թենիսը, դա հարց է, որը պետքա պատասխան ստանա, որպեսզի մենք այդ նույն սխալները չկրկնենք։ Այդպես բարեկամներ, մենք այստեղ ունենք նոր նամակ Բարսելոնա Paris Saint-Germain, դե սա արդեն անցանք։ Ինչ կասես Հայաստանի հանդիպումների մասին։ Հայաստանի հանդիպումները մինչև բուն հանդիպումները ես հաղորդման մեջ նշել էի, որ սա շատ լավ ստուգողական հանդիպումներ են, թե որքանով այս հավաքականը, այս ֆուտբոլիստները հիմնավոր եւ հիմնային կազմ կարող են լինել, թե չէ, որովհետեւ արդյունքը այս դեպքում այնքան էլ կարևոր չէր, բնական էր, որ շատ բարդ է լինելու եւ Հունգարիայի եւ Իռլանդիայի դեմ, որովհետեւ նրանք իսկապես արդեն կազմավորված թիմեր են, ունեն բավականին մեծ ներուժ, իսկ մենք դեռ այդ փուլը չենք հասել, մենք կազմավորման փուլում ենք, չնայած Իռլանդիան իր խաղով այնպես չի, որ փայլեց ու նրան կարելի էր հաղթել, բայց դա ուրիշ հարց է, մենք շատ խնդիրներ ունենք մինչև ֆուտբոլ խաղալը, մենք պետք է կարողանանք դրսևորել կարգապահություն, զսպվածություն, ու դա միայն իհարկե Տիգրան Բարսեղյանին չի վերաբերվում, այդ դեպքը եղավ իհարկե բոլորս էլ խոսեցինք, բոլորս էլ քննադատեցինք, բայց դա ընդամենը մի պուճուր բան է, որը կարող է անգամ մեծ հաշվով նշանակություն էլ չունենա, եթե նայենք ընդհանուր պատկերին, ընդհանուր պատկերը ոչ միայն ազգային հավաքականն է, այլ ընդհանուր ֆուտբոլային հասարակությունը, երկրպագուներից սկսած մինչև ամենափոքր տարիքային ֆուտբոլիստը, որը պատրաստվում է դառնալ ֆուտբոլիստ, այդտեղ բազում խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, որ նպաստեն վերջին հաշվով ազգային հավաքականի լավ խաղին, իսկ անհատներով հեռու չես գնա ազգային հավաքականում, այնտեղ պետք է լինի շատ ավելի, քան անհատները։ Իսկ կոնկրետ խաղերի մասին չեմ կարծում, որ իմաստ կա ինչ-որ բան ասելու, սա ուզում եմ շատ հուսով եմ, որ կլինի դաս բոլորի համար, թե մարզիչների, թե ֆուտբոլիստների, ու այդ դասից ճիշտ հետևություններ կանեն, որպեսզի ապագայում շատ ավելի խնամքով վերաբերվեն այն կարգապահությանը, որը անհրաժեշտ է հաջողության հասնելու համար։ Ես չեմ կարծում, որ խելքին մոտ է այս շրջափուլում ինչ-որ մեծ նպատակներ դնել, երբ որ դու չունես ամենահասարակ բաները, դրա համար պետք է
պետք է հիմնային լինի ամեն ինչ։ Ես միշտ ասում եմ, երբ որ դու ուզում ես տուն կառուցել ու միանգամից կտուրն ես սարքում, հիմքը լավ չդնելով, ապա մի օր այդ կտուրը փլվելու է գլխից, մնաս տակը, հիմա ողջ կմնաս, թե կմեռնես, էդ էլ Ոյ, բլին։ Մի արձալ տամ, իսկ շատ մեծ դեր կունենա էլ կլասիկոյում Հանսի Ֆլիկի կարմիր քարտը։ Իհարկե կունենա, որովհետև մարշչի ներկայությունը ամեն դեպքում ֆուտբոլիստներին, այն էլ դպրոցական ֆուտբոլիստներին զգաստացնելու, կարգի բերելու, անհրաժեշտ խորհուրդներ եւ միջամտություններ անելու, դա միանշանակ կազդի։ Իհարկե այդ հարցին շատ ավելի լավ կպատասխանեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները, որոնք խաղացել են պրոֆեսիոնալ մակարդակում ու զգում են, թե մարզիչը ինչպես կարող է ազդել, բայց ես իմ փորձով կարող եմ ասել, որ միանշանակ կազդի ու բայց այստեղ մի նրբություն կա, նայած թե ինչպես են ֆուտբոլիստները ընդունում մարզչին։ Չնայած Բարսելոնայի դեպքում հստակ է, որ ֆուտբոլիստների մեծամասնությունը 90%-ը շատ լավ ընդունում է, համենայն դեպս նախորդ տարի տենց էր, չգիտեմ հիմա այս տարի ինչ է փոխվել, բայց ամենայն հավանականությամբ Բարսելոնայի դեպքում հաստատ կազդի։ Իսկ կարմիր քարտը Աուրա ջան, ասեցի, որ դա շատ փոքր, շատ չասեմ, լավ, իր նշանակությունը ունեցավ իհարկե, բայց մեծ ընդհանուր պատկերի մեջ ինքը փոքր մասա ու բոլորի հետ էլ կարող է պատահել, դա իհարկե չի արդարացնում ոչ մի կերպ Տիգրան Բարսեղյանի արարքը, հատկապես երբ որ ինքը ավագն է, ինքը պետք է օրինակ ծառայի բոլորին, բայց կարող է պատահել, որովհետև ֆուտբոլում շատ են դեպքերը, ուղղակի իմաստ չկա, օրինակ համեմատել դա Զիդանի հետ, որովհետև դրանք լրիվ տարբեր մակարդակներ են, լրիվ տարբեր էմոցիաների խառնուրդներ, աշխարհի առողջության եզրափակիչն ուր, որակավորման փուլն ուր, այնպես որ պետք չի համեմատել։ Չի, որ Բարսեղյանը ավագ լինելով խոսակցություններ կան, որ ուզում է գնա հավաքականից։ Դե խոսակցություններ միշտ էլ լինում են ու լինելու են, որովհետև դա ամեն ինչի, ոչ միայն ֆուտբոլի, ամեն ինչի բաղկացուցիչ մասն է, բոլորն էլ խոսում են, բոլորն էլ կարծիքներ հայտնում են, մեկը մի քիչ ճիշտ, մեկը մի քիչ սխալ, բայց խոսակցությունները, չգիտեմ, այնպես չի, որ ավագը, եթե ավագ է, ուրեմն ինքը անձեռնմխելի է։ Գուցե այս խաղերին ավագ էր, նախորդ խաղերին ավագ էր, հաջորդ խաղերին ավագ չլինի, այդ մարզիչն է որոշում, մենք չենք կարող ոչինչ ասել։ Ով է ձեր կարծիքով, իմ կարծիքով Էդգար ջան հավասար են հնարավորությունները, մի ծպլ Ռեալը, զուտ կազմի խորության, անհատներ ունենալու փաստը հաշվի առնելով, Ռեալը մի քիչ առավելություն ունի, բայց երկուսն էլ ունեն խնդիրներ, հատկապես պաշտպանությունում, ու այդ խնդիրները մեկը մյուսի հանդեպ կարող են շատ լավ օգտագործել, դրանից ենթադրել կարելի է, որ նրանք կարող են շատ բուրըն ֆուտբոլ խաղալ ու հաճույք պատճառել բոլորիս։ Ես դուք Հայաստանի առաջնության խաղերը դիտում եք, այո, ինչ կասենք արդյոք մակարդակի։ Իհարկե կա, որովհետև կան ներդրումներ, կան որակյալ ֆուտբոլիստներ ու առաջընթացը միանշանակ կա, բայց դա զուտ ներդրումների առումով դրսից ֆուտբոլիստ բերելու հաշվին է, չնայած իհարկե տեղացի ֆուտբոլիստներ էլ բավականին շատացել են, որոնք պոտենցիալ ունեն, ուղղակի հարցը այն է, թե այդ պոտենցիալը ինչքանով են օգտագործում եւ ոնց են օգտագործում, որովհետեւ մի բան է ունենալ պոտենցիալ, բայց մի ուրիշ բան է, երբ դու ցանկանում ես դա օգտագործել։ Այնպես որ պոտենցիալը պետք է ճիշտ հասկանալ ու ճիշտ օգտագործել։
Ասեցի Էդգար ջան։ Բարսելոնա, Նապոլի, այո, ինչ կասես Ռեալի ամառվա տրանսֆերների մասին։ Մաստանտուոնոն երևի թե վերջինն էր ու նրանից սկսեմ առաջինը ինչ դուր է գալիս այդ արգենտինացու մոտ իր բնավորությունն է, որովհետև հենց առաջին խաղում երբ նա փոխարինման մտավ, շատ վստահ տեսք ուներ, ընդհանրապես չի զգացվում, որ 18 տարեկան է ու միանգամից կարողացավ մի խոսքով այսպես ասեմ, ինքը ունի առաջատարի բնավորություն, առաջատարի որակներ ու իմ կարծիքով իրեն ընդհանրապես կապ չունի, որտեղ է խաղում, ում հետ է խաղում, ում դեմ է խաղում, ինքը այդ բնավորությունն ունի ու դա շատ կարևոր է ֆուտբոլիստի համար, հատկապես երիտասարդ, որ վստահ է իր ուժերի վրա, չի վախենում սխալվելուց, այ մեր բաց թողումներից, հայերից բաց թողումներից մեծ բանը այն է, որ մենք վախենում ենք սխալվելուց, մենք անընդհատ փորձում ենք այնպես անել, որ չսխալվենք, բայց այդպես չի լինում, սխալվելով մարդը ուժեղանում է, երբ դու սխալվում ես ու այդ սխալից անհրաժեշտ հետևություններ ես անում, դու ավելի ուժեղ ես դառնում, երբեք պետք չի վախենալ սխալվելուց, պետք է անել, սխալվել, այդ սխալից հետևություններ անել ու շարժվել առաջ, բայց մեր մոտ ցավոք սրտի դա շատ չգիտեմ ինչից է, գուցե հոգեբանները, գուցե մասնագետները բացատրեն, բայց ես ամենայն դեպս զգում եմ, իմ վրա էլ եմ շատ զգացել, մինչև հիմա էլ զգում եմ, որ վախենում եմ սխալվելուց, ինչը անընդհատ հետ է գցում, անընդհատ, ինչքան դու վախենաս սխալվելուց չփորձես, քեզ անընդհատ հետ է գցելու կյանքը ու դու հետ ես մնալու, այնպես որ սխալվել պարտադիր է, այդ սխալներից ես դու սովորում, դա կարծում եմ շատ կարևոր է։ Նոյի շանսերը ինչպես է գնահատում կոնֆերանսների լիգայի փորձից հնարավոր կլինի։ Իհարկե հնարավոր կլինի, Նոան արդեն փորձը ունի ու կարծեմ այնտեղ մի լուրջ մրցակից կա, որ ակնհայտ հիմա չեմ հիշողա, բայց ասում են, որ մի լուրջ մրցակից կա, որին հաղթելը շատ բարդ կլինի, գրեթե անհնար, բայց մնացածի հետ պայքարել կարելի է, պետք է իհարկե։ Նոան հնարավոր է։ Ես կարծում եմ Նոայի հեռահար նպատակը հենց դա է, կարծեմ իրանք ասել են, որ մի օր ցանկանում են խաղալ Չեմպիոնների լիգայի հենց հիմնական փուլում եւ դա իհարկե, եթե որևէ մեկը չի երազում դրա մասին, ուրեմն լավ չի։ Իսկ ձեր կարծիքով Բարսելոնա Ժիրոնա խաղի այդ վերջին գոլը կարող ենք Ես չեմ տեսել, Էդգար ջան, չեմ տեսել, չեմ կարող որևէ բան ասել, որովհետև հենց տեսնեմ, անպայման իմ կարծիքը կասեմ հաղորդման մեջ երևի թե։ Իսկ Լամին Յամալ, ամեն ինչ էլ հնարավոր է, Լամին Յամալը հնարավոր է գնա նաև լուսնում խաղալ։ Եթե պարզվի օրինակ մի ինչ-որ ուրիշ մոլորակում կա մի ուրիշ քաղաքակրթություն, որտեղ օրինակ այլ մոլորակայինները ունեն իրենց սեփական լիգաները, սեփական առաջնությունները եւ որոշում են 6000 ծիլիարդ դոլարով գնել Լամին Յամալին եւ միայն այդ դեպքում Բարսելոնան կկարողանա վերջացնել Nou Camp-ի վերանորոգումը։ Այդ դեպքում Լամին Յամալը կգնա խաղալու լուսնի, Վեներայի կամ Պլուտոնի վրա։ Ոյ, ասեցի 15 րոպե, բայց արդեն կես ժամ անընդհատ խոսում եմ։ Լավ, ես էլ ասեմ ով վերջ։ Ով է ձեր համար Հայաստանի առաջնությունում խաղացող ամենատաղանդավոր հայ ֆուտբոլիստը։ Այս պահին երևի թե ԲԿՄ-ի Նարեկ Հովհաննիսյանը շատ տաղանդավոր է ու հուսանք, որ նա ճիշտ քայլերով, ճիշտ ապագայի ընտրությամբ կգնա առաջ ու որովհետև պոտենցիալը, որակները խոսքեր չկան, բայց թե ինչպես կօգտագործի դա, ինչ ուղղությամբ կգնա,
ով նրան խորհուրդ կտա, այ դա արդեն մենք չենք կարող ասել, որովհետև ամեն մեկի մոտ մի ձև է ստացվում, հուսանք ճիշտ կստացվի։ Նրա մարզիչը Գյուլբուդաղյանցը հայտնի է երիտասարդների հետ աշխատելով, նրանց հոգեբանորեն պատրաստելով, հուսանք այդ ամեն ինչը հարթ կլինի եւ նա կկարողանա իրեն բացահայտել ամբողջությամբ։ Իսկ որ պոտենցիալը կա, դա միանշանակ։ Այդքան է, Էդգար ջան։ Լավ, ժողովուրդ ջան, արդեն ուշ է, ես էլ 15 րոպե ընդամենը պատրաստվում, բայց ստացվեց այսքան։ Շնորհակալ եմ, որ մինչև այս ուշ ժամը ինձ հետ էիք, շատ հաճելի էր, նման սթրիմեր հաճախ կլինեն նորություններով եւ ուզում եմ, քանի որ մենք մերոնցով ենք, շուտով ես պատրաստվում եմ տեխնիկապես վերազինվել։ Եթե կարող եք, օգնեք։ Եթե չէ, արդեն օգնել եք ձեր այստեղ լինելով։ Լավ եղեք, մինչև նոր հանդիպում։ Bye bye։